Ինքը իրականում ասած բոլոր կենսունակության ավարտին մոտ բոլոր ծառերը կհատվենք, բայց ինչպես նախորդ փորձը ցույց տալիս, իրանք հաշվի չեն առնում ոչ ստուգում են ծառի կենսունակությունը ոչ բան, այլ ուղղակի քաղաքական որոշում են կայացնում, որ այս փողոցի ծառը պիտի հատվի ու բոլոր ծառերը հատում են։ Միայն դեպքը եղել է Թումանյանում, որը թաղապետի շնորհիվ է իմ պատկերացմամբ, որ Թումանյան փողոցում որոշ թեղիներ հնարավոր է եղել փրկել, այսպես ասել։ Մնացած բոլոր փողոցներում ծայրից ծայր բոլոր ծառերը հատել են առանց նայելու դրանց առողջ լինելը կամ լավ վիճակի լինելը։ Հա Կոմիտասի պողոտայում նույն սխալն են անելու։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք, համարենք, որը տես չի, համարենք, որ ամբողջ գիտականորեն, չգիտեմ, իրանց ասած բանով գիտնականներն են ասել, մասնագետները, չգիտեմ, են ամբողջ բաներով հիմնավորված է թեղիների փոխարինումը, եթե դա այդպես չի, էլի, ուղղակի դրա մասին պետք է երկար խոսանք, ապա իրանք փոխարինումը եւս կատարում են շատ հիմար եւ անգրագետ ձևով։ Այդքան ու մեկ-երկու փողոցում են մենակ ճիշտ ծառեր տնկել։ Դիտո այդ փողոցներում պետք չէ էլի կրկին պետք չէ այդքան ծառերը հատել, այլ պետք էր միջակայքերում տնկել, իրոք որը չորադահ անել, դա փոխարինել, սպասել 1-2 տարի ծառերը կայանային, նոր փոխեին։ Հաջողված փողոցներից մեկը դա Բագրատունյաց փողոցն է, երբ որ փոխարինել են սաֆորա տեսակի ծառերով,